Նորվեգական իշխանով պատրաստում ենք բաստուրմա, բաստուրմաչոներ ջան, ունենք 2 հատ լավ կտոր, ահա, կտորներից մեկը, լեն, սիրուն, մեծ, շատ լավ կտորներ են, մենք միտումնավոր վերցրել ենք 2 կտորները, հիմա այս փշերը կհանենք սկզբից, հետո կձևենք ընդհանուր ձկները ու կդնենք աղ, ունենք այսպիսի գործիք փշեր հանելու համար, ահա այստեղից փշերը երևում են, հələ ձեռքով որ նայենք, այսինքն առանձնացնելով կգնանք սկզբից, այսա Սենց քաշում ենք փշերը, իրանք դուրս է գալիս արդեն, այս է փշերը, ձեռքով որ նայում ենք, իրանք արդեն, ես որ մենք շոշափում ենք, փշերը լրիվ երևում են։ Հիմնական փշերը հանեցինք, հիմա այս անկյունից այսենց կվերցնենք, կմաքրենք, ընկերներ ջան։ Body, 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 yo. Basturma joner can, basturma joner can, basturma joner can, basturma joner can, patrastum en basturma joner can. Բաժանեցինք երկու մասի, նույն գործողությունը կանենք երկրորդ կտորի հետ։ Հիմա տեղափոխենք կտորները այստեղ եւ երկրորդը վերցնենք։ Եթե ուզենաք հանեք փշերը, այսպես ձեռքով հիմա որ ես այսպես շոշափում եմ, լրիվ փշերը այսպես սուր-սուր երևում են։ Ինքը այսպես գալիս է մինչև ստեղ փշերը։ Հիմա հերթականությամբ կհանենք։ Ահա, շատ լավ է։ Այսպես ձեռքով որ շոշափում ենք, արդեն փուշ չկա։ Դուք էլ ուշադիր եղեք, այդ ձևով փուշը կզգա։ Ընդհանրապես այսպես շոշափելով արդեն զգում եք։ Հիմա այս կողքի մասնել ենք հանում։ Եվ էլի մեջտեղից։ Սովորաբար աղ դնելուց հետո կաշին ավելի հեշտ է դուրս գալիս։ Օրինակ մենք պատրաստեցինք սաղմոն ձկով, կաշին ցույց տվեցինք, որ ավելի հեշտ է դուրս գալիս, որտեղ ինքը արդեն ամբողջական հասունանում է միսը։ Իսկ այսպես մենք կարող է վնասենք միսը, դրա համար թողում ենք։ Աղ դնելուց հետո կհանենք կաշին։ Նորվեգական իշխանները կտրեցինք, փշերը հանեցինք, ահա այսպիսի սիրուն տեսք են ընդունել։ Մենք ունենք այստեղ աղադրման համար բնականաբար աղ, ունենք փոշի սխտոր, գրիլ մաուս եւ ունենք չորացրած ռեհան։ Այս բոլոր բաղադրիչները, համեմունքները շատ լավ համ կտա ձկներին։ Հիմա մենք կկատարենք աղադրումը, սկզբից մենք տեղափոխենք ամանի մեջ, համեմունքները այսպես լավ, ոնց որ միշտ ասել եմ, խառնում ենք իրար, այսպես կլցնենք անկյուններից սխտորն ու գրիլ մաուսը եւ հակառակ կողմը։ Շատ լավ է։ Լցնում ենք աղը, տակը, ոնց որ միշտ ասել եմ։ Չորացած ռեհանը այսպես կողքերով ամբողջական կլցնենք եւ աղը։ Աղի մեջ կթողենք 10 օր, 10 օրից կհանենք, կլվանանք եւ կդնենք պրես։ Նորվեգական իշխանները աղից հանում ենք հիմա։ Նա տեսնենք ոնց է հասունացել աղի մեջ, ահա իշխանները շատ սիրուն հասունացել են, հələ տեսքը համեմունքները հələ ամբողջ յուղը, ամբողջ ջուրը դուրս է տվել հենց իշխաններից, ինձ սիրուն է, ձգվել է, հələ միսը ոնց է ձգվել, քարացել է լավ, շատ լավ, աղը վերցրել է, հասունացել է, ինչը որ պլանավորել էինք աղի մեջ, ամբողջովին ամեն ինչ ստացել ենք մեր ուզածով։ Հիմա ամենակարևորը հիշեք, որ մենք կաշին թողել ենք միտումնավոր, որ այսպես նայեք հասունանա, նայեք կաշին հիմա արդեն ինքը ինչքան է հասունացել, որ սենց ձեռքով է քաշենք, ինքը դուրս կգա արդեն։
Մենք միտումնավոր թողել էինք, կաշին այ այսպես շատ լավ պոկվում է, շատ հեշտ է պոկվում։ Աղ դնելուց հետո հեշտ է պոկվում կաշին։ Միշտ հիշեք, դուք էլ այս նույն ձևով կանեք անպայման։ Առաջի կտորը անկյունից մի փոքր այսպես բացում ենք, հիշեք, ոչ ոքի ցույց չտաք այս ձևը։ Այսի ամենալավ տեխնոլոգիան է, հիշեք, բաստուր մաչոներ ջան։ Այսինքն սիրուն քաշում ենք, կաշին հենց ինչքան փափուկ սիրուն։ Ինձ միշտ հարցնում են կաշվով խես դնում հետևորդները։ Այ սրա համար հետևորդներ ջան։ Այսի ամենալավ պատրաստելու ձևն է։ Հանգիստ չենք վրազում, որտեղ ինքը յուղոտել է։ Երկրորդը Համեմունքները այնքան անուշ, այնքան լավ վերցրել են մսի վրա, տարածվել է մսի վրա, այսինքն շատ լավ։ Եվ վերջի կտորը։ Հələ մի հատ նայեք սա, աղը, համեմունքներով, յուղը եւ նորվեգական իշխանի հələ կաշին։ Ոնց որ կաշին արդեն ինքը իրանով արդեն ոնց որ պոկվի։ Ասի ինձի պոկեք էլի վախն արդեն։ Հանեք իմ կաշին։ Անկյունից փուջուր։ Այսինքն բռնում ենք թե ու վերջ, իրան ինքը պոկվում է։ Վերջի կտորը։ Ահա, նորվեգական իշխանի կաշին է, 4 հատ։ Առաջինը, երկրորդը, երրորդը եւ 4-ը։ Շատ լավ հանեցինք կաշիները։ 24 ժամ կլվանանք հոսող ջրի տակ եւ կդնենք պրես միասին։ Նորվեգական իշխանները 1 օր լվացինք, հիմա փաթաթում ենք, դնենք պրես։ 4 հատ սիրուն կտոր ունենք, ամուր 4 անկյունից լավ փաթաթում ենք։ Bastur maçonere can, bastur, chocolate can, bastur maçonere can, bastime bastur maçonere can, bastur maçonere can. Bastur maçonere can. 24 ժամ կթողնենք պրեսի տակ, հետո կհանենք միասին։ Նորվեգական իշխանները պրեսից հանում ենք։ Պրեսը շատ լավ վերցրել է, տափակությունը, հələ։ Մենք շատ չէինք ձգել, որովհետև ձկները թույլ էր արդեն տեղից։ Հիմա կբացենք։ Առաջինը շատ սիրուն պրեսը վերցրել է, բարակությունը։ Երկրորդը շատ լավն է։ Երրորդը Լեն, սիրուն, շատ լավ վերցրել է պրեսը, իր յուղայնությունը շատ է, ահավոր յուղոտ է, նորվեգական իշխանը։ Եվ 4-րդը։ Ահա, շատ լավ պրեսը վերցրել է։ Նորվեգական իշխանը թելում ենք հիմա։ Տասը օր կչորացնենք նորվեգական իշխանները, հետո միասին կբռնենք չամանը։ Նորվեգական իշխանները չորացել են արդեն, հələ ձկները 4 հատ է։ Ոնց որ միշտ ցույց եմ տալիս։ Կարքին չորացել է։ Ընտիր, լրիվ մեր ուզած չորությունն է։ Մենք ունենք այստեղ 100 գրամ սխտոր, 50 գրամ ունենք քաղցր բիբար, 10 գրամ աջիկա ունենք կծու, 200 գրամ ունենք չաման, 5 գրամ ունենք շաքարավազ։ Համեմունքները դստում ենք ամանի մեջ։ Քաղցր բիբարը եւ աջիկան սխտորի փոշին եւ շաքարավազը։ Հիմա խառնում ենք լավ համեմունքների իրար, այսպես որ բացվի բոլոր գնդերը։ Մենք ունենք այստեղ 1 լիտր ջուր, 1 լիտր էլ կլցնենք։ Ընդհանուր ունենք 2 լիտր ջուր։ Հիմա լցնում ենք համեմունքները։ Մեկ ժամ կթողենք չամանը կլուծվի ջրի հետ, հետո կխառնենք միասին։ Չամանը լուծվել է արդեն ջրի հետ, ահա, շատ լավ, արդեն բացվում է։
Ընթացքում չամանը էլի կպնդանա, շատ լավ է, արդեն լրիվ դարձել է մի մասա, պնդանում է լավ։ Նորվեգական իշխանը տեղափոխում ենք չամանի մեջ։ Առաջի սիրուն կտորը, երկրորդ գեղեցիկ կտորը, երրորդ շատ սիրուն կտորը և չորրորդ շատ գեղեցիկ կտորը տեղափոխեցինք չամանի մեջ։ Չամանի մեջ կպահենք 5 օր, 5 օրից կհանենք չամանից։ Նորվեգական իշխանները չամանից հանում ենք, հիմա մի հատ տեսնենք ոնց է հասունացել չամանի մեջ, ահա չամանը լավ պնդացել է արդեն, այս էլ իշխանները նորվեգական, լավ փափկել են, առաջինը, երկրորդը, երրորդը և ամենատակը չորրորդը, այս է։ Լավ փափկել են նորվեգական իշխանները, հիմա կկախենք չորանան, ահա, շատ լավ փափկել է, հələ փափկությունը, այդ 4 նորվեգական իշխաններն էր, չամանը կմաքրենք և կկախենք չորանա։ Pastor maçoları dan. Նորվեգական իշխանները պատրաստ են արդեն, 4-ն էին, հիմա մենք ցույց կտանք, հələ չամանը շատ լավ թաթախել ենք, չամանը շատ լավ վերցրել է միս իրա վրա, նույնը երկրորդը, երրորդը և չորրորդը։ Ընդհանրապես ձկան մսով բաստուրմա պատրաստելուց միշտ հաշվի առեք, որ անընդհատ յուղ է դուրս տալու, տվյալ դեպքում նորվեգական իշխանից էլ միշտ յուղը դուրս է տվել։ Հիմա մենք այս մի հատը կկտրենք արդեն։ Կտորները շատ լավն են, բայց միշտ խնդիր ենք մենք ունենում ձկան յուղի հետ, ինքը միշտ անընդհատ գալիս է, չի չորանում։ Սովորաբար տավարի միսը, խոզի միսը միշտ չորանում են պրոցեսը կատարելուց հետո։ Իսկ ձկան բաստուրմա պատրաստելուց այդ խնդիրը միշտ անընդհատ առաջանում է։ Հիմա կտրում ենք։ Ահա մեջը, շատ սիրուն ստացվել է մեջը, իր գույնային երանգները, մսի հյուսվածքը շատ սիրուն է, արտաքին տեսքը սիրուն, մեջը սիրուն։ Basturma çonercan, 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 basturma çonercan. Ահա կտրեցինք, շատ լավ ստացվել է, հիմա ոնց որ միշտ ցույց եմ տալիս, ահա, առանձնանում է, մեր ատամներն են, նույն ձևով մենք ծամում ենք բաստուրման, տվյալ դեպքում նորվեգական իշխանը, նույնը երկրորդ կտորը, ահա, շատ լավ ստացվել է, հələ ինքը ոնց է առանձնանում, բամբակի պես պոկվում է կտորները։ Գույնը շատ լավ ենք ստացել, հասունացումը շատ նորմալ է, ամեն ինչ շատ լավ ստացել ենք։ Տեսանյութը տեսեք սկզբից մինչև վերջ, դուք էլ պատրաստեք, անպայման կստացվի ձեզ մոտ։